մեզ դիմավորում է։ Հիմա ուրախառիթ է, Զոքաշ մայրիկի ծննդյան օր է։ Որտեղ է մեր Հայրապետյան Սիլվան, հա? Անակնկալը նրա 4 երեխաների կողմից Սևադան շատ է ուրախացել եւ ուզում է ինքն էլ մասնակիցը դառնա Զոքաշ մայրիկի ծննդյան։ Դե բաց, այսպես արա, այս գնանք հասնենք օջախ։ Դու տուր ես։ Դու կտաս, հա։ Հայոց մայրիկի ծննդյան օր։ Արդեն հասավ պահը մոմերը փչելու։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու Ընկերներ, մենք կրկին Երևան Եղեգնաձոր ճանապարհի վրա ենք եւ լավ լուր բոլորիս համար սկսել են վերանորոգել Արարատ գյուղի հատվածը, որը վատերից էր մնացել վերջին շինարարություններից հետո, հիմա կվերանորոգեն, կդառնա ավելի հարմար երթևեկության համար։ Что сделаем? Ես շատ ուրախացա, Վարդանը նույնպես, մեր հեռախոսն էլ ուրախացավ սես լավ կադրեր նկարելու առիթով, իսկ հիմա մեքենաս առհասարակ խենթացավ, սիրահարվեց եւ նա շատ հնարավոր է, որ կամուսնանա այս ճանապարհի հետ։ Իսկ հիմա ընկերներ մենք գնում ենք ուղիղ Ավշար են գնում, Ավշար ընկերներ, տեսեք Ավշարը մեզ դիմավորում է։ Հիմա մենք Ավշարից սիրուն աչք կանենք։ Զաֆիրայով բարեկամը մեզ դիմավորում է, որ բանան ուղեկցի դեպի Հոբելյարի տուն, լտենանք։ Ընկերներ, ինչպես պարզ դարձավ հետագայում, Զաֆիրայով մեզ ուղեկցող ընկերը դա ասեմ ով էր, թե կարդակ ով էր, նկարի Վարդանով էր։ Հեսան էր, Սևադան շատ է ուրախացել եւ ուզում է ինքն էլ մասնակիցը դառնա Զոքաշ մայրիկի ծննդյան, բայց անակնկալը երեխաների կողմից ենք ասելու, ավաղ Հեսան կմնա կողքի վրա։ Скорее всего. Այո, դա նրան չի վերաբերվի, բայց մենք հո տեսնում ենք, որ Հեսան վիզա դնում, Հեսան պայքարում է, ընկերներ, տեսեք։ Իր Զաֆիրայով եկել մեզ դիմավորել է ու որ տանի հասցնի Զոքաշ մայրիկի տուն։ Միթե ողջունելի քայլ չի անում նա։ Մենք պետք է հպարտանանք նման փեսաներով։ Մենք շարունակում ենք հետևել Սևադա փեսային, գնանք հասնենք օջախ, որտեղ հիմա ուրախառիթ է Զոքաշ մայրիկի ծննդյան օր է։ Եվ իհարկե մայրիկի ծննդյան օր է, հայոց մայրիկի ծննդյան օր։ Անակնկալը նրա 4 երեխաների կողմից ուրախ տրամադրությունը մենք տանենք հասցնենք տեղ ուրախ հասնենք մի հրաշք տեսարանի ֆոնին, հապա նայեք Սիսն է մեր առաջ հիմա։ Մի քիչ էլ առաջանանք, Մասիսն էլ կլինի մեր առաջ։ Այո։ Եղևնիների վաճառքի դոշկա Ավշարում։ Ահա, հասանք, հասնում ենք ընկերներ, հա, հասանք պրծանք, թե հասնում ենք։ Չէ, ես հետև կայնեմ, Սևադա, բարեկամս։ Ահա, սո։ Էնը։ Հիմա ծաղիկ էլ կանդեմ։ Պատկերացի, որ սրտացավ մայրիկի գրվածքը կա պաժարտաս մոմերի դրած տեղով։ Բատես բան կանեն։ Ես վերավ տիգանել կնկարի։ Հա, հենց հիմա նկարում ենք TikTok-ի զնակով։ Հլա արի Վարդան, արի, ստես ինչա կատարվում։ Ես ինչ սիրուն շոր ես հագել։ Հա։ Դե նայի հիմա։ Հա։ Հա։ Կան, ես խնձոր էլ լա, աղբեր 1000 բարին։ Դու փեսա չես, չէ արդեն։ Տղեսա։ Ոնց։ Տղետա։ Հա։ Նույն տարիքի ոնց օրել եք։ Ես ոնց է կա։ Աղբեր դե կանի։ Դու տուր էի։ Դու կտաս, հա։ Երեխեք դրտան, Հա։ Քորներ։ Քո անունի չէ։ Լուսիա։ Լուսիա մտ նայի էլ նայի դաջային այտենց։ Ասա թո լայք են։ Ասա։ Լայք է։ Ահա, դե գնացինք։
Տատիկի անունն ի՞նչ է Լուսիա։ Տատիկն է։ Տատիկի ծնունդն է։ Հա, ի՞նչ է։ Սիլվա։ Բարև ձեզ։ Սիլվա, հա։ Հա։ Հենց ստեղա նստած է, մտան կտենա, բարև աղբերս։ Ոնց է Սավտան։ Լավ։ Հայրապետյան Սիլվա, Սազգանել։ Հայրապետյան, հա, всё։ Դու չուզիր տաս, հա։ Դու գցիր կոբերից, դե ես կտամ ունեմ։ Որտեղ է մեր Հայրապետյան Սիլվան, հա։ Ուր է նա։ Բա ծափերն ուր են։ Ծափեր տվեք։ Սիլվա, ինչպես եք, շնորհավոր ձեր ծննդյան օրը, գիտեք ինչի համար եմ անուն ազգանով դիմում, ասեմ, թե չասեմ, երևի ասեմ, մեկի մատախարն է, որ ուտես պաշտոնական եմ դիմում ձեզ, ուր նայեց, հա, ճիշտ էլ նայում ես, բայց մինչև երազանք պայել պչելը ես մատ ուզում եմ, գերկես էլի, մատ գերկե էլ զոնքաշ մայրիկին, դուք էլ ծափեր տվեք, Այս անակնկալը, ճիշտ է, պեսայի կողմից էլ է, բայց հիմնական մասը հիմա իրար հետ կկարդանքում կողմից, հաստա գերություններ կան։ Հոգատար տատիկ, թորնիկներ, արի էլի, արի թանք մտն էստեղ, որ գերկեն քեզ, ես ուզում եմ, որ բոլոր այսօր քեզ գերկեն, առաջինը դե հենա, պեսան գերկեց, ամենակարևորը, թորնիկներն ուր են, հլը տատիկին գերկեք, ստե գերած է, հենց ծաղիկ տալով կարակ գերկեք։ Լուսիա բա քո նվերն ուր է, դու էլ նվերը բեր տուր։ Ես տվեր տատին։ Ահա, դե մտ պաչի կարա։ Աշխարհի չա։ Դե մենք, դու էլ արի, գնա։ Դե պաչի կարա տատի։ Իմ մոտ ես գալի։ Ուր է, արի աղբեր։ Դե չես գալի մի արի։ Տատիկի պահը համոզմանք, որ հոգատար տատիկ, սիրված կին։ Ուր է։ Հար։ Սրտացավ մայրիկ, այ հիմա ամենակարևորն է, հլը ցույց տվեք, ինչքան շատ եք սիրում մայրիկին։ Բա շատ, բա եկեք գրկեք հլը, մայրիկին լավ հիմա ասավ, հիմա արդեն հարցների հերթն է, ուր են հարցները։ Նոր չգերկեիր, որ ասիմ մայրիկ, ճիշտ ես արես պասել ես, դե հիմա գերկեիր։ Դե զոնքան չպա արդեն սաղ տեսան, իմացան, ես էլ գերբաց է, մեր թանք ու միակ, ձեզ շատ են սիրում, առողջ լինեք, եկել ենք ձեզ լավ էներգետիկա տանք, որ երկար ապրեք, առողջ լինեք, ինանց կողքից անպակաս, հա, ճիշտ է, ծափեր տվեք, դե, արդեն հասավ պահը մոմերը պչելու։ Երազանք պահել եք, չէ, բայց կարակ ես էլ պահեք, ես երազանքի որ կատարվի պետք է մատ պահեք, պահեցիք, պահել եք, տարամ դե։ Հիմա, այս մեկը, ես ուղղակի սկզբից ասեցի ում կողմից, հա, բայց այս մի նվերը արդեն խոսացող նվեր է, իրար հետ նայում ենք ինչ նվեր է, հա, դե բաց, այսենց արա, այսենց կար, այսենց, հա, ուժեղ, այսենց, ես կբացեմ ու կարդացեք հլը։ Երանի մեզ, որ ունենք քեզ մամջան, ցավը տանեմ, լավ լնես, առողջ լնես։ Այսքան բաներ ստե գերբաց։ Դե ձեզ լավոր, հլը բայտ ինչի չեք խոսում, հա, մենակ սուսպուս նայում եք, վայլում եք էդ պահը, հա։ Դե ես էլ կարակ վերցնեք։ Ես տղեկից ով էր ստե, որ չեկավ գրկի մամայի պահին, որ ասիմ եկեք գրկեք։ Լավ, դե վսյո, ներվան նրանք, ներում ենք։ Բայց ուր են գնացել։ Հա, աշխատասեր են նրանք։ Դե ձեզ լավոր, մի բան ասեք գոն, հլը մի բան ասեք, լսեմ, ձեր ձայնը լսեմ։ Որակալում ամեն ինչ երեխաներից է, դերձանից է։ Դե ձեզ լավոր, ձեզ շատ են սիրում։ Հենա, սեղանը դրել են, ման նստեք ուտեք, խմեք, քեփ անեք։ Ոտներս խերով օջախ։ Չէ, մենք մի քիչ շտապ ենք, ինչպես միշտ։ Ապրեք, շնորհակալություն, նախ։ Դու ես փեսա աղբեր։ Հա, բա դու քիչ չգերկիր։
Ես մի րոպե լը։ Արի ախպեր, արի, ես գիտեմ, որ պետք է փեսաները մի քիչ շատ լեն։ Մի փեսան սրտացավ, եկա մեզ դիմավորես, բերեց հասցրեց զոքաշ մայրիկին։ Հիմա ջիդյարով գերկի։ Դուք էլ ծապ։ Գերկի են չգերկի, լսես մոտ գերկի։ Հələ տես իշքան ուրախացավ, ես մի փեսային շատ ես սիրում, երևաց։ Դեզ ես լավոր, էլ փեսա չկա, չէ։ Հա, կայն էլ էր իր համար թակուն, ուրախանում էր, տեսար ես չգերկին, բան։ Հեն էլ ինչ, մի անգամից ուշադրության արդյունքում մենք հայտնաբերեցինք երկրորդ փեսային, ուղով ավելի սիրառատ գերկեց զոքաշ մայրիկին և զոքաշ մայրիկը ուժեղ ժպտաց, այո, հələ տես իշ սիրում խնձորները։ Ավշարի խնձորներն են, ընկերներ, մի ամսից կգակ քաղեք ուտեք, ես են քաղցերներից, հա? Հիմա էլ ալում ուտել, բայց մի ամսից կգակ գալուց։ Դեզ ես լավոր։ Դերի, հաջողություն լավ մնացեք։ Ավշարը իր ամբողջ գեղեցկությամբ։ Ընկերներ, մենք դուրս են գալիս Ավշարից, հետ գալու սպասումով և իհարկե շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ մեզ հետևելու համար։ Իսկ ով Ավշարից մեզ չէր հետևում, հենց հիմա պահը մի կորցրեք և սկսեք հետևել։ Բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններում ես Ավշարից եմ ու թող Ավշարը մեր տեսանյութերում էլ ավելի շատ երևա։ Իսկ հիմա մենք հասանք Սասունի հուշա համալիրին։ Ես չեմ ճանաչում, բայց հարգանքներս և հավերժ պարկ։ Ընդ աններ կա գրած։ Եվ ինչն է լավ, որ հենց Ավշար մտնելուց մուտքի մոտ ընկերներ Գեղամը, Արտյոմը, Ռաֆիկը, Գևորգը, Հարութը։ Սա մեր հերոսներին նվիրված հուշահամալիր է, որը հենց առաջինն է դիմավորում Ավշար մտնելուց։ Ուղղակի գալուց ես ուշադիր չեղա, նոր աչքս բռնեց ու մի անգամից դրա մասին խոսեցինք, հիշեցինք մեր քաջերին և միշտ կհիշենք, միշտ պատրաստ ենք հիշելու։ Իսկ աչից էլի նույն խնձորից է։ Բերքը առատ է այս տարի Ավշարում և միշտ է առատ, որովհետև այստեղ մարդիկ աշխատասեր են և ստեղծագործ, հողի հետ էլ աշխատելու ձևը գիտեն։ Դրա համար հողերը բերի են այստեղ։ Շնորհակալ ենք ուշադրության համար, ձեր հետ էին Մարգարյան Ստեփանը, Գրիգորյան Վարդանը և իհարկե կլոր ֆարը, ընկերներ, Մերսեդեսը։ Այո, բարեկամներ։